Արմավիրի մարզի ապագա գյուղում կա մի ջերմոց, որը տարբերվում է ավանդական ջերմոցներից։ Այդ ջերմոցի հեղինակները Գրիգորը եւ Արտեմը 2014 թվականից զբաղվում են ակվապոնիկսով։ Սա իրենից ներկայացնում է ջրի, ձկների եւ բույսերի անմիջական կապը միմյանց հետ։ Նրանք առաջինն են Հայաստանում, որ ներդրել են այս համակարգը։ Ջրի ռեզերվուարը, որի մեջ մեր ջերմոցի, ասենք ասենք, հիմնակարն է, այսինքն ձկները, որոնք որ արտադրում են սննդանյութը մեր բույսերի համար։ Մենք կերակրում ենք սեղ ձկներին, ձկները սնվելով արտաթորանք են առաջացնում, արտաթորանքը այդ կեղտոտ ջրով արդեն անցնում է առաջին հիմնական ֆիլտրացման բլոկի մեջ, կենսաբանական մաքրումը, բիոֆիլտրացիան, այստեղ բիոֆիլտրացիան իրանից ներկայացնում է պարզապես բնական պրոցեսների համադրություն, բնական պրոցեսներ ասելով, այստեղ բնականից առաջացած մենք ոչ մի բան ձեռք չենք տալիս քարեր եւ այլն մեծ կենսաբանական մակերեսի վրա բակտերիաներ են, որոնք որ ուրեմն համապատասխան խնամքի դեպքում, ասենք ասենք, խնամքը իրենից ներկայացնում է ուրեմն ջրի աերացիան եւ ջրի ջերմաստիճանի պահպանումը, մնացած անում են բակտերիաները, իրանք արտաթորանքը կարճ ասած վերածում են որակյալ սննդանյութի։ Այս համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ ջուրը լցվում է մեկ անգամ, իսկ ժամանակի ընթացքում փոքր չափականակով ավելացումներ են կատարվում։ Ջուրն անցնելով բոլոր օղակներով մաքրվում է եւ ձուկը, որ պահանջում է մաքուր ջուր, ստանում է մաքուր ջուրը, իսկ բույսն ունենում է սննդանյութով հարուստ ջուր։ Այս ամենի շնորհիվ էլ ստացվում է օրգանական բանջարեղեն։ Մեր բնությունը բավականին մեծ խնդիրներ ունի հենց ջրային ռեսուրսների հետ, իսկ ակվապոնիկայի հիմնական ամենամեծ առավելությունը այն է, որ մենք այստեղ գրեթե ջուր չենք օգտագործում, այսինքն առաջի հայացքից կարող եք մտածել ամբողջը ջրի մեջ է, բայց ի համեմատ ասենք դասական գյուղատնտեսության մենք օգտագործում ենք մոտավորապես 90%-ով ավելի քիչ ջուր։ Ջերմոցը չափերով մեծ չէ եւ բիզնես մոդելը։ Տղաները այս կերպ փորձել են բացահայտել ակվապոնիկայի կիրառելիությունը Հայաստանում։ Աճեցրել են մոտավորապես 14 բուսատեսակներ, բանջարեղեններ, կանաչեղեն, իսկ այժմ կենտրոնացել են 2 բուսատեսակի վրա։ Իսկ մեր մոտ տենց փորձ չկար, որ բույսը չաճեր։ Բոլորը աճում էին, ուղղակի մեկը աճում էր լավ, մեկը վատ, այսինքն փորձում ենք նաեւ նայել կոմերցիոն տեսանկյունից, արդյոք տվյալ տարածքում արժի աճեցնել, օրինակի համար արուգուլա, որը աճում էր, բայց աճում էր շատ դանդաղ ու բերքը բավականին քիչ էր։ Դրա համար այս պահին հիմա մենք կենտրոնացել ենք 2 բուսատեսակի վրա, քանի որ արդեն մի փոքր կոմերցիոն ենք արդեն անցել, ունենք մի քանի կլիենտներ, որոնք մեր ամբողջ բերքը առնում են ուրախությամբ ու կենտրոնացել ենք 2 բուսատեսակի վրա, դա երկուսն էլ Հայաստանում գրեթե չեն աճեցվում, այսինքն կան, բայց շատ քիչ մարդիկ են դրանց հետ աշխատում, հիմնականում ներկրվում են բավականին թանկ են։ Առաջինը դա նանայի երիչն ենթատեսակա, ինքը կոչվում է peppermint, հա, այսինքն մի քիչ ավելի կծու, ավելի սուր համով, սուր հոտով նանայի տեսակա, դա մեր մի մասն է ջերմոցի եւ հիմնականում ջերմոցում մենք աճեցնում ենք կանաչ իտալական ռեհան կամ ասում են տայլանդական քաղցր ռեհան, նույն տեսակն է մի քանի ենթատեսակներով։ Տղաներին հաջողվում է մտնել շուկա եւ իրենց արտադրած բուսատեսակները վաճառել։ Հիմնականում վաճառվում է մինտը, հա, peppermint-ը, այսինքն նանան, պերիչնի ու green basil-ը։ Այսինքն ինչու՞ մա, օրինակ green basil-ը օգտագործում են պեստոյում, պեստոյի արտադրության մեջ, դա լրիվ, ասենք, հնարավոր է բավարարել ու հիմա էլ մատակարարում ենք, այսինքն ռեալ է, էլի։ Զուտ ուղղակի ջերմոցի փոքր տարածքի պատճառով չեն կարողանում շատ մեծ սպառում, բայց հենց այդ է, որ փորձում ենք ճանաչելի դարձնել, որ հետագայում էլ կարողանանք տարբեր տեղերում, հա, Հայաստանի տարբեր տարածքներում կարողանանք ավելի մեծ ջերմոցնել, ու այդ դեպքում արդեն շուկայի խնդիր չի լինի։ Տղաներից Գրիգորն ասում է, որ ցանկանում է ապագայում այս համակարգը տարածում գտնի Հայաստանում։ Այս տարածքում օգտագործվել է 30 տոննա ջուր, իսկ ամենահամեստ հաշվարկով, եթե տարածքի վրա լիներ հողային գյուղատնտեսություն, մեկ տարվա համար կօգտագործվեր 360 տոննա ջուր։ Ստացվում է, որ 2 տարում տղաները կախարգելել են 600 տոննա ջրի օգտագործումը։ Փորձում ենք ամեն ինչ հասարակ անենք, որպեսզի վաղամիսօր որ գյուղացին մեզ գա հարցնի ոնց է կարել, մենք իրան այնպես ցույց տանք, որ ինքը իրանով կարողանա այդ ամեն ինչը անի եւ
Դրա հիման վրա այդ նույն օրինակը ոնց որ մենք փորձել ենք հիմա փոքր մակարդակի, նույնը կազմակերպության առումով մյուս քայլը կլինի, որ արդեն նույն մոդելի մեծը կարողանանք ստեղ ներդնել եւ մեծը ցույց տանք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք արդեն կկարողանան մեծ ուրեմն գումարներով ներդրումներ կբերեն իրանց համար, այսինքն արտադրանքը մեծ մակարդակի Հայաստանում եւ վերջնականապես իրանք Հայաստանում մեծ արտադրանք կդնեն, աշխատատեղեր կստեղծեն մեր ժողովրդի համար, կվաճառեն դրսի գումարը կգա Հայաստան, մենք էլ կՀայաստանանք։ Ջերմոցի ջերմային ռեժիմի ապահովման համար նրանք իրենց ձեռքով ստեղծել են մի համակարգ, որը ամռանը հովացնում է, իսկ ձմռանը տաքացնում։ Մենք ուրեմն դրել ենք հովացման համակարգը, դրել ենք գոլորշիացվող ջրի հիման վրա գործող հովացման համակարգ, ինքը իրանից ներկայացնում է ուրեմն ցանցանման այսպես պատ, որի վրայով մշտական ջուր է հոսում ամառը։ Հիմա անջատած է, սա իհարկե արդեն մի քանի ամիս է, ու ամառվա շոգ ժամանակ մշտական այսպես խոնավ վիճակում է ու ջրի գոլորշիացման արդյունքում այդ ցանցի ներսում օդը ուրեմն սառում է մոտավորապես 7-ից 10 աստիճանով, մենք այդ օդը սառը օդը այսպես մշտական հոսքով արդեն մղում ենք դեպի ջերմոց, ջերմոցում ստանում ենք մոտավորապես 5-6 աստիճան ավելի սառը ջերմաստիճան, քան դրսում։ Բացի դրանից դե բնականաբար հասկանում եք 30 տոննա ջուր ունենք, որ այդ ջուրը պտտվում է։ Ջուրը տաքանում է, սառում է, քանի որ բույսի արմատները գտնվում են ջրի մեջ, ձկները այդ նույն ջրի մեջ են, մենք պետք է նաև ոչ միայն օդը ապահովենք իր կայուն ջերմաստիճանը, կայուն չեմ ասում միշտ նույն ջերմաստիճանը, բայց աճման համար բույսի նաև պետք է ապահովենք ջրի ջերմաստիճանի կայունությունը։ Ինչ ենք փորձել անել, փորձել ենք կիրառել ու կիրառել ենք գեոտերմալ տաքացում, այսինքն մեր ամբողջ, տաքացում ու հովացում, էլի, ամառը հովանում է, ձմեռը տաքանում։ Իմաստը ինչ է, որ մենք մեր ամբողջ ջուրը, այդ 30 տոննան, ինքը փակ ցիկլ է, բայց այդ փակ ցիկլի ընթացքում ինքը 300 մետր խողովակով 2 մետր խորությամբ, այսինքն sense գալարներով խողովակներ են, ինքը հոսում է գետնի տակ, այսինքն մի հատ մտնում է գետնի տակ, նորից հետ է գալիս, ինչը ապահովում է, որ այդ ջուրը քիչ թե շատ կայուն լինի իր ջերմաստիճանը։ Հիմա որ ձեր ձեռքը մտցնեք հիմա ձմեռա, մտցնեք ջրի մեջ, ինքը կլինի մոտավորապես այնպես ոնց որ ամռանն ալու, մի քիչ ավելի սառը։